Լիներ բարև բոլորիդ, դերս թող օրհն է այս առավոտը, ուրեմն մեր քրոջ վկայությունը նորովիկ տեղադրեմ, որը տեսել է 18 ժամ դժոխքն ու դրախտը, եղել է այնտեղ 9 ժամ դժոխքում, 9 ժամ դրախտում, ու ինքը ուներ շատ հասուն վկայություններ, պարզապես փակել եմ նորը կտեղադրեմ, ինչի համար, որովհետև քուրը քրերը նկատեցին, որ իրանք անուններ են տվել, որոնք որ պետք չէր տալ, այդ պատճառով էլ մենք նորից կձայնագրենք վկայությունը, որը պարտավոր ենք կենելու Տերը տարե բերել է, որ մեզի վկայե ու մենք իմանանք, թե ովքեր կեշտան դժոխք ու դրախտ։ Մեկ է շատերը կգրեն, կինը իրավունք չունի քարոզելու, կինը իրավունք չունի խոսալու, կինը իրավունք չունի այս կամ անելու։ Ես ասեմ, քանի վկայություն լսել եմ, որ Հիսուսը ասել է, այս կինը հովիվ էր, ու չի կարելի հովիվ եղնել, ու ասել է ինքը կեշտար տնետուն խախտնի բաներ կբաժներ։ Սիրելիներ, հերիկի Աստվածաշնչից դուրս բաներ խոսակ։ Փորձեք Աստծո հետ մտերմանալ։ Այսօր բոլորը շատ հաճախ դարել են ուղղակի քննադատողներ ու դատողներ, փոխանակ ձեր հարաբերությունները Աստծո հետ վերականգնեք, փոխանակ դուք անձամբ լսեք Աստծո ձայնը, մենակ նախադասություն կսեք, կինը իրավունք չունի քարոզելու։ Եթե կինը իրավունք չունի եկեղեցում խոսալու, լուր մնալու, ինչի համար քրերը կերկեն ու լուր չեն մնա։ Ինչու համար քրերը կվկայեն, որ Աստված կտանի դժոխքն ու դրախտը ցույց կտա, գնացեք պատմեք ու կվկայեն, թե Աստված ինչեր է իրանց կյանքում։ Ես ինքս կվկայեմ, թե Աստված ինչեր է իմ կյանքիս մեջ, արդեն բավական է։ Ես ձեզի ուղղակի Տիրոջով կհանդիմանեմ։ Կուզեք իմանաք ես Տիրոջից եմ թե չէ, պարզապես աղոթեք Աստված ձեզի կսե։ Հերիք է գիրը կսպանե հոգին կաբրեցնե։ Աղոթեք Աստված կսե, 5 ընձի կսե, ես խոսամ թե չէ։ Անկախ այն բանից, ով ինչ կգրե, ինձ չի կագնեցնոր ես Տիրոջ իմ տվածս խոստումը չպահեմ ու հավիծան չծառայեմ։ Ինձ համար մեկ է ես ուտեղ կծառայեմ, շատ հաճախ եմ ձեզիս է։ Ու դիք Աստված գիտոր ես ճշմարտություն կխոսամ։ Շատ անգամներ եմ հարցրել, եշտամ 50-ականների եկեղեցի, դերս այս վերջերս ինձ սա որ կրնաս, հյուր էշտաս իրանք քեզի կսպասեն։ Եթե է հաստատվի, կհաստատվի։ Ամեն դեպքում փոխանակ նայեք, թե Տերը ինչ կխոսա, ինչ կվկայե, իմ միջիցս, որովհետև դուք մի կմտածեք, որ ես կքարոզեմ, դուք մտածեք, որ ես կվկայեմ այն հրաշքները, որոնք Աստված գործել է ամեն օր ու ամեն րոպե իմ կյանքիս մեջ։ Ես ունիմ Աստծո հետ շատ մտերիմ փոխհարաբերություններ։ Ու Աստծուց բացի որևէ մեկին երբեք չեմ վստահել, ու ցեզ է խորտ կուտամ, որ երբեք չվստահեք։ Շատ հովիվներ, շատ առաջնորդներ, շատ ձեր նշած եղբայրներից այսօր կգտնվին դժոխքի մեջ։ Ինչի՞։ Որովհետև Աստված ոչ թե կխոսա եղբայրների միջոցով, Աստված կխոսա բոլոր հնազանդների միջոցով։ Ես Տեր թակուն օգտագործեց, որպեսզի ամբողջ հրյա ժողովրդին ազատեր։ Ու շատ կանայք Աստծո խոսքը պատմել ու վկայել են։ Պարզապես վախեցեք Աստծուց ու կրնակ, եթե շատ կան հանգստանաք, աղոթեք, սեք Տերը թող քեզի հաստատե իր կամքի մեջ, աղոթեք, թող Տերը հաստատե։ Որովհետև Աստված գիտե իմ սիրտս, նաև գիտե որ ես դեմ չեմ, որ հաստատվիմ դեղ որ ինքը ինձ կտեսնի։ Ես ընդհանրապես որևէ մեկի գրածից ասեմ, որ չեմ կոտրվի։ Աստծո մարդը գնդակի պես իշքան ուժեղ հարված են, վերև կբարձրանա։ Նույնիսկ շատ հաճախ խոսքերի, գրությունների իմաստը չեք էլ հասկնա։ Եթե այդպես է եկեղեցում քինը լուր մնա, թող մանկական ծառայությունը չանցկացնեն քույրերը։ Ինչի լուր չեն մնա։ Աստծո խոսքը չի կարելի հարմարեցնել այնպես ինչ որ մենք կուզենք։
Երբ որ տիրոջ հոգին ին վրես կիշնի ու կսե խոսա, ես ինչ կրնամ լռեմ, որովհետև ինչ որ մի քանի քույրիկ կամ մի քանի եղբայր ինձ կսեն որ կին իրավունք չունի խոսալու, շատ կներեք հերիք է ցեզի Սուրբ Հոգու տեղը դնեք։ Հələ մինչև ձեր գրելը հեչ փորձել եք, աղոթեք սեք Տեր ջան, դու գրեի միջիցս։ Որևէ մեկը փորձել եք մեկնություն գրելուց առաջ գրեք։ Դու գրեի միջիցս մեր քույրիկին ու շտկե ու դիր արտարության ճանապարհի մեջ դու գրե, եթե ինքը սխալ կենե։ Եթե հարցնեք հաստատ լրիվ ուրիշ բան կգրեք։ Գիտեք, ես այնքան եղել որ տեսականորեն ինչ որ հարցին վերջերս այցելության գնացի մեկ քրոջում տուն, ես իր երեխու հետ կապված լրիվ ուրիշ կարծիք ունեի, բայց եկատուն Աստված լրիվ ուրիշ բաներ բացեց ու օրինակներով ցույց տվեց։ Այսինքն ձեր կարծիքները դրեք են կողմ, թողեք Սուրբ Հոգին ձեզի առաջնորդ է։ Գիտեք, մե հովիվ մե փորձեց Սուրբ Հոգու տեղը զբաղեցնել իմ կյանքիս մեջ, ես իրան չլսի, Սուրբ Հոգուն լսեցի, ու ինքը դոր համար Աստծուն լսեցի, ինձ դուրս երավ եկեղեցուց։ Ու Աստվածը իրան դուրս երավ եկեղեցուց։ Ես ձեզի մի բան եմ կրնամսեմ, Աստված իմ հետ է միշտ, ամեն րոպե ու ամեն վայրկյան։ Ու ինքն ձեդ միշտ շատ կխոսա։ Ու գիտեք ինչի, որովհետև ես միշտ իրան շատ կլսեմ ու ամեն հարց կուդամ իրան։ Աստված շատ կխոսա այն մարդկանց հետ, ովքեր որ շատ հարցեր կուդան իրան։ Դուք ձեր երեխեքի հետ երբ շատ կխոսակ, երբ որ իրանք ձեզի շատ հարցեր կուդան։ Աստված կուզե բոլորիդ հետ խոսա։ Ուղղակի դուք ձեր ականջները փակել եք մենակ բերաններ դեք բացել։ Կրնակ եւ ինձնից նեղենակ ճիշտ ասելու համար, որովհետեւ ես կոնկրետ նեղեցնող կաշխատիմ։ Ես ճշմարտությունը դիսեմ անկախ այն բանից ով ինչ կհագազդե։ Փոխանակ դուք լսեք վկայությունը, փոխանակ դուք վկայությունից օգուտներ քաղեք։ Այս ալիքները չի ինձ Աստված տվել, որբիսի իր փառքի համար ծառայեցնեմ։ Որբիսի շատ մարդկանց Աստծո խոսքը ավետարանեմ։ Ես պիտի կանգնեմ Աստծո առաջ, ու դուք էլ պիտի կանգնեք Աստծո առաջ։ Ես երբ որ Տիրոջը հարցրել եմ, Տեր ջան, չէ՞ որ այս խոսքը գրված է, Աստված ինձ իժեք անգամ ցույց է տվել, իժեք անգամ վկայությունների մեջ որ քույրը հովիվ է եղել։ Ու իժեք անգամ մեջ հիս է քույրը։ Հովիվ եղնելը սխալ է։ Գիտեք, վկայությունների մեջ մարդիկ որ դժոխք ու դրախտ կիշտան, այնքան բաներ կպատմեն, որ Աստվածաշնչի մեջ գրված չէ։ Ու գիտեք ինչի համար Աստված կտանի, որբիսի այն ինչ որ գրված չէ, դիք լրացնե, որովհետև հիմի բաներ կան ու կկատարվին, որ այն ժամանակներում չեն եղել։ Օրինակ, հեռուստացույցը, հեռախոսը ու շատ բաներ որ զարգացել են, այսօր արհեստական երեխեք կունենան ու չիտեմ ինչեր կենեն։ Դրա համար է Աստված կլինիկական մահի միջոցով կամ իրական մահի միջոցով կտանի դժոխքն ու դրախտը ցույց կտա կբերե ու բոլորը նույնը կվկայեն։ Հեչ տեսել եք վկայությունների մեջ որ միամ քուրեջ դա դժոխք որ ինքը Աստծո խոսքն է, քարոզ է։ Որովհետև ինքը պիտի լուր մնար։ Ոչ թե ինքը չկա մեկ որ իրավունք ունենա լուր մնալու։ Այն ինչ որ Աստված իմ կյանքիս մեջ կենա, ես ինչը լուր մնամ։ Ինչը ես չպատմեմ ու չվկայեմ։ Կամ որ ում եկեղեցում եմ որ ես լուր մնամ։ Ես իմ տնից ես նստած կխոսամ ձեզ հետ։ Ում եկեղեցում եմ։ Տիրոջ երկնային եկեղեցում եմ ու Տերս ինձ կսե լուր մի մնա, վկայեն ինչ որ կենեմ քեզի համար։ Հիմա ես ում պիտի լսեմ։ Ձեզի թե Աստծուն 1000 անգամ կներեք, բայց ես միշտ Աստծուն կլսեմ ցանկացած իրավիճակի մեջ, որովհետև իմ կյանքիս մեջ չկա մեկը, որ կնանա Աստծո տեղը փոխարինե։ Իսկ վկայության հետ կապված սիրելիներ, այո, ես կեշտամ այն եկեղեցին, որտեղ որ Աստված ինձ կառաջնորդ է, ու դուք էլ ինձ պես եղեք։ Մի նայեք թե ձեզի ով ինչ կսե։ Նայեք թե ձեզի Աստված ինչ կսե ու մի ճիշտ ժամանակն որ ունենաք պարզապես Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ, որովհետեւ երբեք չսխալվեք։ Դուք գիտեք այսօր ինչ կան մարդիկ, իրանց առաջնորդներին նայելով դժոխք են գնացել։
Որովհետև առաջնորդները Աստծո հետ ընդհանրապես կապ չեն ունեցել, մեր գու խոսք են գիտեցե ու փող աշխատելու միջոց են դարձրել։ Դորամարե կուզեք իմանաք ես տիրոջից քարոզեմ թե չէ, ուղղակի տիրոջը հարցրեք։ Ինչի Աստծուն չեք հարցնել, ինքին պապաս է ձեր պապան, չէ՞, ինչ որ ես քարցնեմ, որ քուրը ինձի կզանգի, ես կաղոտեմ Աստծո կարծիքը կիմանամ իր մասին։ Աղբոր մասին ես կաղոտեմ Աստծո կարծիքը կիմանամ, ու ես ստույգ կիմանամ, ով ինչի մեջ է։ Փորձեք դուք այդպես եղնեք։ Ու հերիք է անկապ մեկնություններ կրեք։ Որովհետև ձեր անհնազանդ ու ապստամբ հոգին չի կրնա ընձի տիրոջ դեմ ապստամբել տա։ Այսօր ընձի ինքան հետաքրքիր էր, Տերը սպասեց ու կարտալ տվեց։ Այսպես դեմս բացեց միանգամից Սաղմոս 78-րդ գլուխը։ Ու գիտեք ինչի մասին էր, որ տիրոջ գործերը վկայեք ու շնորհակալ սիրտ ունեցեք։ Ով որ Աստծո խոսքը չի վկայ եսօր ու շնորհակալ սիրտ չունի, այդ մասին թող մտածե, որ ինչի կվախենաս ու չես վկայ, թե ինչ էր Աստված քո կյանքին մեջ։ Բացեք կարտացեք բոլորդ Սաղմոս 78-րդ գլուխը։ Ու կտեսնեք, թե ինչ պատիժներ կհասնեն մարդկանց, որոնք որ Աստծո խոսքը կվկայեն։ Ես ինչի պիտի չվկայեմ Աստծո խոսքը։ Ես ինչի պիտի չպատմեմ Աստծո խոսքը։ Որովհետև դուք Աստծո հետ կապ չունիք, որովհետև դուք Աստծուց չեք առնի, թե ես Տիրոջից կխոսամ, թե չեմ խոսա, ամեն դեպքում իմ կողքս Աստված կբերե, կկանգնեցնե իժաններին։ Կսե ես կճանաչեմ իմիններիս ու կճանաչեցնեմ իմիններիս։ Ուրեմն ճանաչված եղեք, որ ճանաչեցվիք։ Կամ Աստված ձեզի ճանաչեցնե իրաններին։ Դու մտածե այն մասին խոսալուց դու գրելուց առաջ թե արդյոք ունիս Աստծո հետ մոտ փող հարաբերություն, արդյոք ճանաչված ես Աստծո կողմից։ Ու կտեսնես թե ես իրոք Տիրոջից կխոսամ թե չէ, թող Տերը ձեզի հայտնե, ոչ թե ձեր առաջնորդը, ձեր մարմինը կամ խոսքը, որնոր դուք ամբողջությամբ չեք վերցրել։ Հիշեք, բոլոր գիրքն է Աստծո շունչը, բոլոր գիրքը։ Ոչ թե մի ամ նախադասություն վերցրեք ու կարճեք։ Եթե մի հատ նախադասություն կվերցնեք ու կարճեք, հիշեք, որ ամբողջ Աստվածաշունչը, եթե հադիկ վերցնես, իրար կհակասեն։ Եթե տեսականորեն նայենք, իսկ եթե գործնականորեն նայենք Աստծո աչքերով, մեկը մյուսին շատ խիստ կլրացնեն։ Դիգե տրված է այն մարդկանց, որոնք որ լսելու ականջ ունին, ոչ թե դադելու սիրտ։ Սկանը սիրելիներ, քրոջ վկայությունը կտեղադրեմ Աստծո որոշած ժամանակին առանց անունների, որովհետև այդ վկայությունը շատ հզոր վկայություն էր։ Ինձի մեր քուրը խնդրեց որ փագեմ մեկուրը, որովհետև ինքը բանկար որ լսել էր, ճիշտ չէր լսել, ներկայացրեց ամեն դեպքում ես կեղծ լուրեր չեմ տարածել, ոչ է մեր քուրը, Փառք Աստծուն, Աստված կանգնեցրել է բես մարդկանց իմ կողքս, որոնք որ կքայլեն կատարյալ հնազանդության մեջ։ Սկանը ուրիշ ոչինչ չունիմ սելու, ես պիտի ծառայեմ Տիրոջը ու ոչ թե մարդկանց առաջնորդությունով, այլ Սուրբ Հոգու ու խորհուրդ կուտամ որ դուք էլ սկսեք վերանայել ձեր ու Աստված հարաբերություններին։ Կարևոր չէ դու որ եկեղեցին կեշտաս, կարևորն է եթե արդյոք Աստված կեշտա քո առաջից հետ ու արդյոք Տիրոջը հնազանդության մեջ, Տիրոջ խոսքի մեջ կքայլես թե չէ։ Այդ հարցերի վրա մտածեք ու շատ լուրջ մտածեք։ Իսկ ես չեմ դատարել վկայել այն ինչ որ Տերը երել է ինձի համար։ Նորից կկրկնեմ, կարտացեք Սաղմոս 78-րդ գլուխը ու հասկանաք թե ինչքան վտանգավոր է դատարել, որ վկայեք այն ինչ որ Տերը երել է ձեր կյանքում։ Ոստեղ չի սե տղամարդիկ պիտի վկայեն մենակ, պիտի վկայեն բոլորը։ Ինչ որ այսօր շատ քրեր բեմերից կվկայեն Աստծո հրաշքների մասին։ Ինչ որ աղբերների ժամանակ չես լուր մնա աղջի մի խոսա։ Սկանը, սիրելիներ։